եկել ենք ուրիշ մոր ձեզ բերել ենք PUBG մենք եկել ենք սերցի ծաղ ձեզ բերել ենք Դու PUBG-ին մեջ կնայես լավ կոմենտ մեզ կգրես PUBG մենք եկել ենք լավ story ձեզ բերել ենք Պատմություններ շատ խառը աշխատողներ դարը Մատուցող Քեբարմեն հաճախորդ Citizen Եթե լավ համոզեն Վերջում իրար գուցե ուզեն Ամել թե չեն ուզի Էդ մասին ձեզ չեն կասի PUBG Ինչպես ասել է Վոլֆգանգ Ամադեոս Բեթհովենը իր 5-րդ սիմֆոնիայում Դա-դա-դա-դամ Դա-դա-դա-դամ Ես ինչ ամեն ինչ խառնում ավ իրար Իբր ամեն ինչ նորմալ էր Հիմա սա խառնում ավ իրարա Դարավանցումի տակի շաղորմա անոց Շունը տիրոջի չի ճաղայջում Ինչ ունենք մենք Այդե ինչ ունենք հիմա էդել չունենք Մեր գունավոր պայծառ նշանդրեքի արարողությանը հանկարծիվ չնախատեսված ու ոչ պլանավորված այցով ժամանեց Անուշիկը եւ իր այցով մեր այդ գունավոր պայծառ նշանդրեքի արարողությանը հաջորդեց շագանակագույն տրամադրություն բարեկամներ Կլինի ինչ ասում եմ թութակի պես չկրկնես Ես թութակես բա ինչ ես Ձեզ մնացեք, ծապն չլսեմ, ես շատ վտանգավոր զանգա, կարող է զանգից հետո ես էլ ոչ մի զանգ չլսեմ, ծինը Ալեք, հավաքի կեզ, ուժերից հավաքի, դու կադող ես Կիչորսում Էնում մեծապատիվ աղպերն է Արա Ալեք, այդ նկարները ինչ եղավ, Ագնեսին չի պատասխանում Շեվ ջան, Ագնեսյան երևի քնած է, որովհետև սյոնկեները երկար տևեց էլի, հոգնեցուցիչ է, մի քիչ այդ երկար սյոնկեկը հոգնեցուցիչ է, հոգնեցուցիչ, բայց նշանդրեկը կայացել է, ամեն ինչ իր գծածով գնում է, շուտով ես այդ սաղ նկարները շանտաժ կանենք ու կուղարկենք քեզ Ում եք շանտաժանում, արա Ինչ շանտաժ, ասում եմ սա շանտաժ, մանտաժ կանենք ու կուղարկենք քեզի Ոնց անցավ Ջան ջան, կանանչ լուսի տակով անցավ, դու հանգիստ ես Արա Ալեք, դու գիտես իմ հոտառությունը ուժեղը, դուք ինձի մի բա խափում եք Այդ կատլերի տակ աշկիս կպավ մի հատ գազը անջատի Ես անջատում եմ, բալես Մամ ջան, բարև Բարև Ջան ջան, խոսքով այսօր իրիկուն սաղ վիդեոները կուղարկեմ ու բոնուս Մի հատ անակնկալ վիդեո Մի հատ այդ սիրուն ոտիկներդ քաշի նստեմ Արի սրտիկս, արի նստի Ես քեզ Երեք ոնց հասարտում? Վայ ընտիր Երեկվա դեպքերից հետո նենց հանգիստ եմ քնել Սենց մի տեսակ խաղաղություն էր իջել վրես Աղջի ես էլ Աղջի ամբողջ գիշեր հիշում էի Ագնեսի դեմքը ու ուրախանում էի Այդ ոնց էր փրփրել Այդ լսի ոնց որ գազի վրա մնացած կաթ լիներ Այդ ոնց էր կարմրել Ոնց որ արտակիս կարմիր Ֆերարին լիներ Որ արտագիտեմ բիվշին Վայ կյանքս չեմ պատմել Ուրեմն երեք այդ բանաստեղծիս մի կերպ ճանապարհեցի տուն Հետո արտակս եկավ գնացինք քաղաքից դուրս ու մինչև առավոտ բարիշեցինք Մի հատ ոտերդ քաշի նստեմ, չես տեսնում կոֆե եմ բերել Հանգստացի Աղես կոֆե չի սրճային ըմպելիք, հա Սովորեք էլի Գոնե մեկ մենյու կարդա անգրագետ Լավա, դու էլ անշնորհք ես, հերիք չի ոտերդ դնես այս աթոռներին, հա Ու սրանից հետո ընդհանրապես դու կսարքես կոֆեն, եղավ, որովհետև ես մեծ եմ Վայ Վերջապես խոստովանեցի, որ դու ինձ տարիքով մեծ ես, մորքուր ջան Մորքուրը Ալա, լալա
Ալա, լալա, լալա։ Եկեք ստեղ։ Նայեք վերև։ Այլի վերև։ Ամենավերևում տեսնում եք։ Ինչը։ Տրամադրությունս այդքան բարձր է։ Ինչի։ Ոնց։ Երեկվա դեպքերից հետո հեսա բոլորին գործից հանում են ու Բարմուշը դառնում է ձեր ղեկավարը։ Բարմուշ ջան, իմ ղեկավարը միշտ էլ դու ես եղել։ Այ ամեն մի տեխնացուի վստահված են, սուս մնա էլի։ Բարմուշ, բա դու ինչ գիտես, որ բոլորին գործից հանելու են։ Բարմուշ։ Աշեվ ջան։ Այդ անուշիկը գործից հեռացված է։ Ես հանկարծ դրա ոտքը ու հատկապես դեմքը ստեղ չտեսնեմ։ Դուք ինչ եք նստել։ Մի հատ անցեք գործի։ Փաստորեն այդ գործից հանելը ճիշտ էր, հա։ Տեսան, որ ասում էի, ես մենակ իմ մեռնելու օրը չգիտեմ։ Չնայած այդ էլ գիտեմ, բայց չեմ ասի, որ անսպասելի լինի։ Շեֆ ջան, այսօրվա ընդմիջումը իմ վրա է։ Դուք սեղանը գցեք, ես էլ շուտ պատրաստ եմ գամ։ Անցի։ Ժաշելով գնա, ժ, ապրեք։ Սա շտապել ամեջ կան է։ Ողջույն սիրելի հարազատներ, երեկ կայացավ Մարկի և Ագնեսայի պաշտոնական ԶԱԳՍ-ի արարողությունը։ Նրանք մեկը մյուսին ասեցին այո։ Մեկը ասեց այո, մյուսը մի քիչ սենց ժպտաց, սենց խաղիկներ տվեց, բայց էլի ասեց այո։ Նրանք արդեն մեկ օր է ամուսիններ են։ Եվ մենք այսօր պետք է բոլորս տեսնենք նրանց գենդեր փարթին։ Ես երեխայի մորքուրն եմ, ուզում եմ որ աղջիկ լինի։ Ես երեխայի մորքուրն եմ, ուզում եմ որ աղջիկ լինի։ Մեկ էլ մորական կոմիչկա։ Ես երեխայի պաբիկն եմ, այդքան դժվար էլ ձգեմ։ Брохнешь, если обчуривать. Минтраф нас предупреждал. Там антимига. Так, ахчик, зомби. Узматок. Каду зомби. Ես երեխայի կերին եմ, ու քանի կերին կա, երեխան պետք է ուտի միշտ պաղպաղակ։ Հիմա կասեք ոնց, կերինը շոկոլադը չէր, իսկ ես կասեմ ոչ, մերը պաղպաղակն է, ինգբերի ուտոպիա, մեջը լիքը շոկոլադ։ Ես երեխու օպարն եմ, ու համար սերը կարևոր չի, կարևորը, որ հարութիկս դոր ջար ունենա։ Ես քո տատիկն եմ, բալես որ դու ես վիդյոն այս տատիկ էլ չի եղել, տատիկ ուզում է որ դու խելացի աղջիկ ելնես, բարի աղջիկ ելնես, կամ էլ ծող աղջիկ ելնես, մենք էլ դժվար ժամանակներ ենք ապրում, սամալոցներ են պատետևում, ուտում, ծամաքում, ջերում, բալես, մեկ էլ որ մեծանաս, տատիկին հոցապով ստորի անել կսավորցնես։ Ալեք դու ցնդել ես արա, ես ինչ է։ Ջոն ջան, ես ինը վերջնական չի, ես սևագիրն է, բա որ սպեցեֆեկտները ավելացնեմ։ Արա դու ոնց կարաս Ագնեսի երեխու գենդեր փարթին կազմակերպես, այ։ Արես ոտից բրիլոկը չլեր իմ եկել է Երևան քո գենդեր փարթին էի կազմակերպել։ Բայց ես բնական է, Ջոն ջան։ Դու աշկիս մոռացել ես, որ քո մաման իմ մոտ է։ Ինչ ան, աղքեց,
Էլտես բան չեմ անի։ Ինչ անեմ ջոն ջան։ Ուզում ես անկյուն կանգնեմ ջոն ջան։ Ուզում ես մի ոտի վրա կանգնեմ, շուշ չքաշեմ, շուշ պայեմ ջոն ջան։ Ստե արիլը։ Ուրեմն լսի, եթե զաքսավորվել են, արագ թղթերը կազմակերպում ես, տոմսերը առնում ես, որ ես 2 օրը թռնեն գան հասնեն Ամերիկա։ Ջոն ջան, բայց այս վիդեոն ինչ անեմ։ Ուղղակի 20 ընկերներից որ հետս լավ բան պատահի։ Այդ վիդեոն արա չունես կեր այդ վիդեոն։ Ոնց ուտեմ։ Չգիտեմ, ոնց ուզում ես հենց հիմա կեր։ Ջոն ջան, կլինի անջատեմ, որովհետև չեմ սիրում, որ ինձ ուտելուց նայում են։ Ես ինչ արեցիր դու, Մարկ։ Ես ինչ դու բերեցիր մեր գլխի։ Բայց ես Ջոնին ոնց ասեմ, որ իրանք չեն զաքսավորվել։ Վայ Մարկ, ես ինչ քաշել դու ինձ քաշեցիր։ Ինչ պետք է անել, պետք է թարմանալ ու թարմուղեղով մտածել։ Իսկ թարմանալու համար ինչա պետք է խմել սուրճ։ Շարժվեք, հիմա գալիս եմ։ Կարելի է։ Յա, դու այդ բառն էլ գիտես, հա։ Հա։ Բա որ հա։ Ինչ ես նենց բաներ անում, որ չի կարելի։ Ինչ չի կարելի։ Չի կարելի զբաղված տղամարդու զգացմունքների հետ խաղալ։ Մարկին նկատի ունեք։ Եթե առաջինը Մարկի անունը մտքիդ եկավ, ուրեմն հա, հենց էլ Մարկին նկատի ունեմ։ Բայց իմ սխալը ո՞րն է։ Աղջիկ ջան, երեկ չէիր բեմադրել մեր նշանдрեքին։ Հետևիցդ վազեցի, որ արտավազդ մրցանակ հանձնեմ, չհասցրի։ Բայց կարծեմ իմ հետևից Մարկը վազեց։ Առանց արտավազդի եւ հատկապես առանց ձեզ։ Հələ նայ որ հիշացնում եմ։ Դու ազատված ես աշխատանքից։ Բայց ես ինչ անեմ, որ Մարկը ինձ է սիրահարված։ Աղջիկ ջան, Մարկը իրավունք չունի սիրահարվելու, ոչ ինձ, ոչ էլ քեզ։ Սրտին չես կարող հրամանել, թե ինչ անի։ Նա քո աշխատողը չի։ Բայց դու ես իմ աշխատողը, ու դու հենց հիմա քո դիմումը կստորագրես ու կազատվես աշխատանքից։ Այս դիմումը էս էլ գրիչը։ Լավ։ Ես հասկացա։ Ախ, ինչ հասկացար։ Ինձ հիմա մի հարց է հետաքրքիր։ Դուք Մարկին եք սիրում, թե իր անձնագիրը։ Ես լռություն եմ սիրում։ Հեռացված աշխատողի գնալուց հետո տիրող լռությունը։ Մինչև վերջ եմ ուզում անկեղծ լինել ձեզ հետ։ Ես ու Մարկը հանդիպում ենք։ Վաղ կյանքս եկար։ Այդտեսն ո՞նց ես։ Ագնես, մենք խոսալու բան ունենք։ Խոսանք։ Գոր։ Ասա Վարդանյան ջան։ Ապեր մի ամսից մրցումների եմ, որ դոպինգ անեմ, շատ կզգացվի։ Չէ, ընկեր, չէ։ Ասմունքի մրցումների ժամանակ դոպինգ կոնտրոլ չկա։ Գոր։ Ասա Վարդանյան ջան։ Իսկ դու գիտեիր։ Հա։ Բայց մեկը։ Չէ։ Դու ասեմ իմացի ապրես։ Մարդիկ առաջին օր տիեզերք են թռել, դրանից հետո նոր չամադանի ակերն են հորինել։ Ոնց։ Մարդիկ տիեզերք են թռել։ Ասում է տիեզերք են թռել, ապր մարդիկ չամադանի ակեր են հորինել։ Հասկանում ես։ Մարդիկ չամադանի ակեր են հորինել։ Ասում է չամադանի ակեր, արա մարդիկ դրանից առաջ տիեզերք են թռել։ Մարդիկ տիեզերք են թռել։ Հա։ Արե սուր ենք ասել։ Hi guys. Ագնես, մի վերջացրա այս ձևականությունները դու հետ արի իրականություն։ Օй, կյանքս ինչ ա եղել։ Նախ, ես ոչ քո կյանքն եմ,
Ոչ էլ աշխատողը։ Ու հետո էլ ասա հասկանամ Անուշիկը ինչի էր եկել։ Ասեմ ինչի էր Անուշիկը եկել։ Անշնորհքի նման եկավ դուռը բացեց, մի հատ բարև չտվեց, ինչպես միշտ, որ բարևը Աստծունն է։ Եկավ դիմում ստորագրեց, որ աշխատանքից դուրս գա, թողեց գնաց, մի հատ հաջողություն էլ չասեց։ Բա, այդտենց բաներ անում, այդ մի մոտ երեխեն։ Հնարավոր չի, Ագնես ջան։ Եթե տենց բան լիներ, ես կիմանայի։ Դու ինչի պիտի իմանայիր, որ։ Որովհետև մենք հանդիպում ենք, ու ես սիրում եմ Անուշիկին։ Հետ երբ հասցրիք։ Հələ չենք հասցրել։ Ընդամենը հանդիպում ենք, բայց իմացի, որ ես քո հետ չեմ ամուսնանալու։ Ես սիրում եմ Անուշիկին ու պատրաստվում եմ մնամ Հայաստանում ու կյանքը շարունակեմ իր հետ։ Այսինքն ի՞նչ է նշանակում ես Անուշիկին եմ սիրում, հələ մի րոպե։ Այսինքն նշանակում է այն, որ ես սիրում եմ Անուշիկին։ Իսկ չես վախենում, որ Ջոնը դրա մասին կիմանա։ Իսկ դու չես վախում, որ Ջոնը կիմանա այս սրա մասին։ Հասկացի, մենք գնում ենք Ամերիկա, բաժանվում ենք, ես Ջոնի հետ եմ ամուսնանում։ Ջոնը իր հարստությունը նվիրատվությունը անում ինձ, ու իր համար հանգիստ նստում է բանտում։ Այդ ժամանակ ես բաժանվում եմ իրանից, ու մենք, այսինքն ես, դու ու Ջոնի հարստությունը ամուսնանում ենք իր հետ, լավ չէ՞։ Ուրեմն հիմա հետ ես կանչում Անուշիկին ու նորից ընդունում ես աշխատանքի։ Հակառակ դեպքում այս ձայնագրությունը կհայտնվի ոչ միայն Ջոնի մոտ, այլ նաև Ամերիկայի դեսպանատուն, ու դու ցմահ կմոռանաս Ամերիկայի մասին։ Հասկացար։ Տղեկ ջան, քանի որ իմ զույգ ունենալու ժամանակը վաղուց արդեն անցել է, կլինի ես մտնեմ եւ ցեսարը բանտ խմեմ ու գնամ։ Իսկ կլինի դուք դուրս գաք, դրսում մի որևիցե սառը բան խմեք ու գնաք։ Եկեք sense պայմանավորվենք, ես մի հատ հանելուկ ասեմ, եթե գուշակեցիք, ես սուսպուս գնում եմ։ Եթե չգուշակեցիք, հա, ինքիս մտնում եմ ներս։ Հա։ Ուրեմն ուշադրի լսեք։ Այնինչն է ինչը, 4 ոտք ունի, բայց շուն չի, ձու է ածում, թրջուն չի, խոտ է ուտում կովի պես, պատյան ունի, բայց տուն չի։ Ապեր, հիշեցի մեր հարևանն է, Պատյան։ Չէ, ապենի Դոնարցյան էր։ Հիշեցի ապեր, ազգանունն է, Պատյան, ասենք Հակոբ Պատյան, Լաուրա Պատյան։ Չէ, Պատյան, դի հաստատ հորթուրիս աղբոր հետ կապ ունի, Պատյան, հիշա։ Դասրոշնի ատվետ։ Ռուսերենի դասատունն է մեր, Պատյանը Վլադիմիրովնա։ Ոչ։ Լավ, հոպար ջան, ուզում ես դու մտիներ ստեղ մեզ մի խանգարի, հա, մենք բան ենք մտածում։ Պատյան, մեր վարկությունից առաջ։ Так, господин ведущий, пожалуйста, повторите вопрос. Հանրապետությունը ոչ մի տակտիկնիկ չեմ գտնում, որ դրան տաքսավորեմ։ Ենեք ոչ ես աշխատանքայինով։ Ջոնի ինչ եմ ասելու չգիտեմ։ Մարջանեսուր։ Ալեք, ասեմ իմացի, որ ես խաղից դուրս եմ գալիս ու Ագնեսի հետ չեմ ամուսնանալու։ Մարկ, ես ինչ ես ասում։ Այդ դու հասկանում ես կույր դանակով միսս այսպես տալաշ ես անում։ Իմ որոշումը վերջնական է։ Մարկ, բա ես, բա մամաս։ Ալեք, Ջոնը շուտով նստելու է, ոչ մեկին ոչ մի բան չի կարա անի, ու կլինի դու քեզ գնահատես, ու սրա նրա համար ինչ ասես չանես։ Բա հիմա ես ինչ պետք է անեմ։ Էդ արդեն չգիտեմ, էդ իմ գործը չի, քո գործն է, գնացի։
Բարեզես, բարեխորգակ։ Բարմեն եղբայր, կարող ես ինձ մի էմպիսի խմիչք տա խմելու, որ էներջիս բարձանա, երջանկությանս հորմոններն արտնանան ու… Պապի ջան, այս ձեր տարիքում ձեր երջանկության հորմոնները խորը քնա։ Ես առաջարկում եմ համեղ հյութ պատրաստեմ ձեզ համար։ Էցի։ Այս մակրություն երևի 3-4 է կարել։ Չէ, ամեն օր։ Ուսամ, բաժակ է գոնե լվացած կլինի։ Մարմուտ։ Խնդրեմ, պապի ջան, կարող եք նստել այնտեղ ու վայելել ձեր համեր Պապի ջան, բա ինչ անենք քո համար, որ դու ստեղից գող գնաս։ Չէ, ամեն ինչ լավ է։ Ոքեն բարքեն։ Սպասի։ Ադիմերդուն տանեմ։ Անաստան ստեղում պատո հանես, նայում են քո ճանապարհին չես գալիս։ Լավ։ Վերջացեք։ Ինչ է կատարում։ Մենեջերին ասեք անպայման գա։ Էսա օպար ջան, էսա կանչեմ ցավացանը։ Անուշիկ ջան, զանգել եմ ասեմ, որ ինձ թվում է իմ կողմից ճիշտ չէր քո անձնականի խառնվելը։ Արի պրոֆեսիոնալների նման մեզ պահենք, վաղվանից կարաս գաս աշխատանքի։ Արի, սև օրերդ նոր է սկսում։ Ագնեսա ջան, ոնց որ սանը պետք է անից մեծ պիզա եկել։ Ինչ իմացար, որ սանի պետք է անից հա։ Ոնց եկել չի եկել, նստել ասում է, ես եղան ինչի ասես կեղտոտ, պրակայում տեղ չկա, ես ինչ կեղտոտ պատես դա, երկու կուդ ենք, երկուսն եմ մի բոյի մանթո եմ, ապե, ժամո եմ, ապե, անանց կեզ չեմ դիմանա կաղցրս, կոզերը չեմ մենանա կաղցրս։ Ալեք մեր բակն ես նայել էլի։ Աղջի ինչ իմացար։ Լավ, սպասիկ համ տեսնեմ էտ ով այդել։ Բարև ձեզ։ Ես եմ փաբի տնօրենը։ Ինչ գանգատներ ունեք։ Բարև ձեզ։ Անկեղծ ասած, ես խնդրել էի, որ կանչեն տնօրենին, ոչ թե Աֆրոդիտե աստվածուհուն։ Ո նստեք։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Իսկ ինչ խնդիր կա։ Դուք որ ներս եկաք, ձեզնից շողացող լույսը վերացրեց այս փաբի բոլոր խնդիրները։ Շատ հաճելի կոմպլիմենտ էր։ Շնորհակալություն։ Իսկ դուք սանի պետքանից եք։ Ոչ, ես Ամերիկայի Միացյալ Նահանգներից եմ։ Երկար տարիներ ապրել եմ այնտեղ, տեղացի եմ։ Ինչպես հայաստանցիներդ եք ասում, citizen։ Հիմա եկել եմ Հայաստան, որ վերջին անգամ ամուսնանամ։ Իսկ գտել եք ձեր երկրորդ կեսին։ Ինչպես իմաստուններն են սիրում ասել, նա ով փնտրում է, միշտ գտնում է։ Արանեք, տեսնես ինչից են խոսում։ Բարմուս, աշկիս ես պապին, սանը պետք է անիշի։ Ես պապին ուզում է ես պապը կանդեն,
ու այդ բաբի տեղ մի հատ բարձրահար նորակառույց պատմաբնական շենք սարքեմ։ Այդ հեչ։ Դու ասա բարի թղթաբանությանը չհասնեն։ Եթե հասանա տեղ, ես կդատվեմ, որովհետև այսքան ժամանակ մոխիտուն համեմում է պատրաստել։ Այս Ագնեսը մեր լեզուն որտեղից գիտի։ Ես կողմը մեր բարանը մորացե թողել եմ միասենյակում։ Ագնեսը ինձ անգել է ու կանչել է աշխատանքի։ Ճիշտն ասած մի քիչ վախենում եմ ու երևի չգնամ։ Անուշիկ, դու պիտի գնաս։ Նախ որովհետև առաջինը քեզ համապատասխան աշխատանք է, երկրորդն էլ սկզբունքի հարց է։ Չգիտեմ է։ Նայ, որոշողը դու ես, բայց լավ կանես գնաս, իսկ հետո եթե ուզենաս գաս դուրս գաս։ Երևի ճիշտ ես։ Բայց քո ու Ագնեսի Ես ու Ագնես բառակապակցությունը էլ չկա։ Ես զգում եմ, որ հարաբերությունները կարգավորվում են գնալով, բայց կարևոր բան ունեմ քեզ ասելու։ Եթե հիմա ես ասելու, ասա։ Մարկ, եթե ես քո ապագայի պլաների մեջ լուրջ դեր ունեմ, ուզում եմ, որ դու իմանաս, որ ես ինձ Հայաստանից դուրս չեմ պատկերացնում։ Այ հենց դրա համար էլ դու իմ ապագա պլաններում շատ լուրջ դեր ունես։ Աբես, եթե ես բաբի սանեպիտ կայանի շիբահովա, որ Ագնես այսքան երկար, հետաքրքիր չեմ զրուցում։ Կարող է Ագնեսի բաբին է։ Հենա։ Ոյ կոդա։ Նոյալը, Ագնեսի բաբին էլ դենց կրկոտ հատիկը չեր բաշի։ Ջոնը, որը սանևի մենք չեմ ասելու։ Կաղ դու խոսացիտ է։ Գեժվել ես Ալեկ, վերցրա թե չէ վաղը ժամը 3-ին քեզ են տնից վերցնելու։ Հա, Ջոն ջան։ Ալեկ, այդ Ագնեսի կում է տա նստած խոսում։ Ջոն ջան, դու որտեղ ես իմացել։ Ես մենակ քո մեռնելու օրը չգիտեմ, են էլ ոնց որ բարձվում է։ Հələ ես քեզ չէի ասել, որ մի բան ալի մի անգամից ինձ զանգես ասես։ Ջոն ջան, հեռախոսը վերցրեցի, որ զանգեմ, են էլ դու զանգեցի։ Հələ ֆրցրա կամերան մոտիկացրա տենան։ Մի հատ մոտիկացրա արա։ Մի քիչ են մոտիկացրա։ Մի հատ ջան։ Ալեկ, հեռախոսի մեջ ես մոտիկացրու, ոչ թե հեռախոսը մոտիկացրու։ Արա, մամ, արա Ալեկ, արա այդ վկայություն տվողն է, արա։ Oh, PUBG